Թեհրանի երկինքը սևացել է, իսկ տեղացող անձրևը վերածվել նավթային ու թունավոր տեղատարափի։ Իրանի նավթային պահեստների պայթյուններից հետո մթնոլորտ արտանետված հսկայական քանակությամբ քիմիական միացությունները ոչ միայն էկոլոգիական աղետ են դարձել երկրի ներսում, այլև տագնապի մեջ են գցել հարևան պետություններին, այդ թվում Հայաստանին։ Արդյոք քիմիական ամպերը կհասնեն մեզ եւ ինչպես պաշտպանվել անտեսանելի վտանգից։ Մարտի 7-ին եւ 8-ին Իրանի նավթային ենթակառուցվածքներին հասցված հարվածների հետևանքով բռնկված հրդեհները մթնոլորտ են նետել ածխաջրածնային միացություններ, ծծմբի եւ ազոտի օքսիդների հսկայական չափաբաժիններ։ Իրանական Կարմիր մահիկը արդեն իսկ զգուշացրել է բնակչությանը թթվային անձրևների մասին, որոնք կարող են առաջացնել մաշկի քիմիական այրվածքներ եւ շնչառական լուրջ խնդիրներ։ Բնապահպան Ինգա Զարաֆյանը նախազգուշացնում է, օդային աղտոտվածությունը սահմաններ չի ճանաչում։ Ինչպես արաբական անապատների փոշին է հասնում Հայաստան, այնպես էլ նավթամթերքի այրումից առաջացած քիմիական ամպերը կարող են տեղափոխվել հազարավոր կիլոմետրեր։ Սա գլոբալ ռիսկ է, որից պաշտպանվելը գրեթե անհնար է։ Թեև այս պահին քամիների ուղղությունը ձեռնտու է մեզ, մասնագետները հորդորում են պատրաստ լինել վատթարագույնին, շեշտելով հանրային իրազեկման կարևորությունը։ Վտանգի դեպքում անհրաժեշտ է անհապաղ փակել պատուհանները, կիրառել պաշտպանիչ դիմակներ, իսկ ռադիացիոն ֆոնի բարձրացման տագնապի դեպքում շտապ ներս մտնել եւ անմիջապես լոգանք կամ ցնցուղ ընդունել, թունավոր մասնիկները մաշկից հեռացնելու համար։ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը փորձում է փարատել մտահոգությունները։ Ըստ հիդրոերևութաբանության կենտրոնի առաջիկա 10 օրերին Իրանից դեպի Հայաստան օդային հոսանքների ներթափանցում չի սպասվում։ Աղտոտված օդն այս պահին շարժվում է դեպի արևելք, Թուրքմենստան, այնտեղից էլ Ուզբեկստան։ Սակայն քամու ուղղությունն ամեն պահի կարող է փոխվել։ Հայաստանում իրականացված փորձաքննությունները թթվայնության կամ քիմիական կազմի շեղումներ դեռևս չեն հայտնաբերել։ Չնայած պաշտոնական հանգստացնող հայտարարություններին, մասնագետները միակարծիք են։ Պատերազմական գործողությունները եւ նավթային ենթակառուցվածքների թիրախավորումը ստեղծում են երկարաժամկետ էկոլոգիական ժամացույցով ռումբ, որի հետևանքները տարիներ շարունակ զգացնել են տալու հողի, ջրի եւ մարդկանց առողջության վրա։ Ճիշտ իրազեկումն ու գործողությունների հստակ պլանը մնում են տհաճ անակնկալներից խուսափելու գրեթե միակ երաշխիքը։